Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս, բարի գալուս հանրային ռադիոյի առաջին ծրագիր, միասին սկսում ենք հունվարի 8-ի առավոտը հանրայինի ուղիղ եթերում։ Սուրճ ու սեր առավոտից հանրային ռադիոյի եթերում լսում եք դուք, Վեգա Անդրեասյանն ու Սևակ Հակոբյանն են փորձելու ապահովել սերը եթերում, դե իսկ սուրճը կարող եք արդեն պատրաստել, եթե դեռ անկողնում եք, կոչ ենք անում տրամադրվել եւ վեր կենալ, չնայած եղանակը տրամադրող չէ, բայց միանալ մեր եթերին եւ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի օրը սկսվի բարձր տրամադրությամբ եւ էներգիայով լի։ Ինչու՞ չէ, տոնական օրերը դեռ շարունակվում են, գիտեք, ամանորը փորձում ենք նշել մինչև 5 տոմարով նոր տարին, դա հունվարի 13-ն է, այնպես որ դեռ շարունակում ենք օգտվել ամանորյա սեղանից, իհարկե այն ամենից, ինչը կարելի է, իսկ ինչը արդեն հնացել է, խնդրում ենք դեն նետեք, որպեսզի հեռու մնաք տարբեր հիվանդություններից։ Եվ հյուրերին նույնպես մի հրամցրեք։ Հյուրեր էլ մի ընդունեք արդեն։ Իսկ առավոտները շատ ճոխ են ամանորից հետո, սա իմ եւ Վեգայի սիրելի թեման է եւ սիրելի պահն է, երբ ամանորից հետո սուրճի սեղանները սովորականից ավելի ճոխ են լինում, քան օրինակ աշնան կամ գարնան մի սովորական օր։ Այո, ամանորի հետ կապված կարծում եմ դա իմ ամենասիրելի կետն է, այն որ առավոտները սուրճը շատ ավելի հրաշալի ձևավորման պես կարողանում խմել, իսկ առավոտները լավ երաժշտությունը միշտ էլ փորձված տարբերակ է։ Այո, լսենք այն երգերը, որոնք հենց այս սեզոնի համար են նախատեսված, որովհետև 11 ամիս այս երգերը սպասում են հենց այս օրերին, տոնածառ ջան, տոնածառ։ Ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, կարմիր ալը գագաթին, ծառի տակսը մեր պապին, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է։ Պարարա, տոնածառ ջան, տոնածառ, ինչ սիրուն ես ու պայծառ, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, կարմիր աստղ գագաթին, ծառի տակ ձմեր պապին, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է։ Կարմիր աստղ գագաթին, ծառի տակ ձմեր պապին, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է։ Սուրճ ու սեր առավոտից։ Չորս կողմ լույս ու փայլ է, միշտ ապեք հավաքել տոնածառները, մինչև հունվարի 13-ը գոնե պահպանեք, որովհետև հին տոմարով այդ օրն է նշվում ամանորը եւ մինչև այդ էլ մենք կշարունակենք եթերում նաեւ ամանորյա playlist-ն ապահովել եւ խոսել տարբեր տոնական թեմաներից։ Այսօր հունվարի
8-ն է եւ ասենք, որ տարվա ավարտին Վեգա մնացել է 357 օր։ Մի ամբողջ տարի դեռ ունենք առջևում, այնպես որ նոր հնարավորություններ, նոր նպատակներ, նոր երազանքներ կարող եք սահմանել ձեզ համար եւ այս տարի փորձել դրանք իրականացնել։ Այո, նպատակները կարևոր են, խորհուրդ են տալիս շատերը հենց գրավոր դրանք սահմանել, ավելին նույնիսկ այնպես գրել, կարծես թե արդեն իրականացրել եք դրանք, որպեսզի ուղեղը տրամադրվի եւ իսկապես իրականացնի։ Մինչև կանցնենք օրվա եղանակին եւ այն անհրաժեշտ տեղեկատվությանը, որը տանից դուրս գալուց առաջ հաստատ պետք կգա, հիշեցնենք, որ մեզ կարող եք նաեւ դիտել մեր Facebook-յան էջում եւ կայքում, գործարկված են ուղիղ հեռարձակումներ, այնտեղ ունենք նաեւ զրուցարաններ, կարող եք մեզ մեկնաբանություններ թողնել, մենք այդ մեկնաբանությունները սիրով կարդում ենք նաեւ եթերում եւ իհարկե զանգահարել մեզ 55 37 02 հեռախոսահամարը սպասում է ձեզ։ Այո, սիրով սպասում ենք ձեր հեռախոսազանգերին ու մեկնաբանություններին, բարբերաբար կհիշեցնենք այդ մասին եւ գանք հիմա եղանակի տեսությանը հանրապետության տարածքում այսօր առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ ահա վաղը կլինի ձյուն, բայց առանձին շրջաններում։ Այդ մասին ձեզ վաղը դեռ կհիշեցնենք։ Քամին հյուսիսարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, այսօր վաղը առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 3-ից 5 նիշով, իսկ այսօր գիշերը 14-ից 18 աստիճանով պատկերացնում եք միանգամից այդքան կբարձրանա օդի ջերմաստիճանը, մայրաքաղաքում այսօր եւս տեղումներ չեն կանխատեսվում, իսկ ահա վաղը ցերեկը հնարավոր է ձյուն։ Այսօր առավելագույնը կլինի 2 աստիճան ցերեկը, երեկոյան ճիշտ հակառակը -2, իսկ ահա գիշերը շարունակում է մինուս մնալ, -3-ից -5 է։ Եվ այս պահին էլ հեռախոսային հավելվածը մեզ հուշում է, որ մեր մայրաքաղաքում -5 է, բայց զգացվում է ինչպես 0։ Լավ լուրեր էին ինձ համար, Սևակ, վերջին շրջանում ցուրտը անձամբ ինձ համար անտանելի է դարձել, հատկապես առավոտյան, այնպես որ ուրախ եմ, որ կունենանք ջերմաստիճանի այն էլ կտրուկ բարձրացում։ Քաղաքից դուրս գալ պլանավորողներին նախ հիշեցնենք, որ Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչպես նաև տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դրանցից են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրիի, Վայքի, Սիսյանի, Գորիսի, Աշոտքի եւ Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհներին էլ տեղ-տեղ արկա է մեր կասառույց։ Այդտեղ մնաց։ Այո։ Վարդանանց լեռնանցք օրինակ, որը փակ է ամբողջովին բեռնատարների համար, դժվար անցանելի է մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց ահա Լարսը, Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարգելի վարորդներ, ձեզ անվտանգ երթևեկություն ենք մաղթում, ուր որ գնաք, ուր որ շարժվեք, բայց այո, եղեք զգուշ, զգոն առավել քան այլ օրերի եւ անպայման չմոռանաք ձմեռային անվադողերի մասին, իսկ ահա մայրաքաղաք Երևանում շարունակում ենք վայելել թեթև երթևեկությունը, 3 է, կանաչ լույս է մեր մայրաքաղաքում, կարծում եմ ավելորդ է անգամ անդրադառնալ փոքրինչ ծանրաբեռնված փողոցներին, դրանք սովորաբար այն փողոցներն են, որոնք անկախ եղանակից եւ անկախ օրվա ժամից, հատկապես ցերեկային ժամերին մշտապես ծանրաբեռնված են, դա Իսակովի պողոտան է, բայց միայն Երևանյան լճի հատվածը, այստեղ Կորյունի փողոցը եւ Աբովյանին հատվող հատվածում կա փոքրիկ խցանում եւ նաեւ բժշկական համալսարանից դեպի Խաչատուր Աբովյանի արձան, ինչպես ժողովուրդն ասում, պլանի գլուխ հատված բարձրացող տարածքում կա խցանում, Մարշալ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ կա փոքրինչ ծանրաբեռնվածություն, Կիևյանը Համալիր իջնող հատվածում եւ Կոմիտաս փողոցում տեղ-տեղ երթևեկությունը դանդաղ է առաջ շարժվում, բայց սա տանելի եւ երանելի պատկեր է համեմատած այլ օրերի հետ։ Եվ զարմանալի։ Եվ զարմանալի, կարծում եմ դեռ դասապրոցեսի արձակուրդային շրջանում լինելու հետ կապված է այս թեթևությունը։ Գուցե այո, կրտսեր դասարանների աշակերտները, եթե չեմ սխալվում, դեռ շարունակում են արձակուրդում լինել, նույնը նաև ուսանողներ ուղղակի քննությունների են, իդեպ հաջողություն ենք մաղթում
տարիներ առաջ մենք էլ ենք եղել ձեր կարգավիճակում եւ հաճախ ամանորը իր ողջ գեղեցկությամբ չենք կարողացել վայելել, որովհետեւ քննությունների բեռը եղել է մեր ուսերին։ Այո, ցավոք փոքրիկ անակնկալ ունեցանք տաղավարում։ Ոչինչ։ Իմ շիշը կոտրվեց, բայց ինչպես ասում են ժողովրդական լեզվով չարը խափանվեց։ Բայց մինչ այդ Չարը խափանելու համար շատ գումար էլ է հարկավոր։ Գումարել է անհրաժեշտ եւ տեղեկ ծանոթացնեմ օրվա փոխարժեքներին ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 381 դրամի եւ 75 լումայի, եվրոն 446 դրամ է 19 լումա, 4 եւ 7 ռուսական ռուբլին, վրացական լարին 141 դրամ է 67 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 515 դրամ 25 լումա եւ դիրհամը այսօր համարժեք է 103 դրամի եւ 94 լումայի։ Հաջողություն ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր ունեն այսօր լուրջ գործեր, թեև արձակուրդային շրջան է շատերի մոտ, եւ լսենք մի գեղեցիկ երգ ձյան մասին ու կշարունակենք, ովքեր ձյան են սպասում, հիշեցնենք վաղը ձյան տեղումներ սպասվում են։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:44 հանրայինի ուղիղ եթերում դուք լսում եք Սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը, Սուրճն իմ ձեռքում է, վեգան այսօր փորձում էր առողջ սկսել օրը, բայց նրա ջրի շիշը կոտրվեց ուղիղ եթերում։ Այո։ Իսկ սուրճը երբեք քո հետ այդպես չէր վարվում։ Այո, սուրճը ինձ հետ այդպես չէր վարվի, նոր տրենդերին էի փորձում հետևել եւ կամբուչա կոչվածով սկսել առավոտս, ասում են, որ մարսողությանն է լավը, օրը սկսելու համար է լավ, բայց Եվակը ճիշտ է, սուրճը ինձ հետ այդպես չէր վարվի, կսպասեմ եթերը կավարտվի եւ կգնամ ու սուրճ կվայելեմ։ Ոչ
մի կամբուչա այլևս։ Դուք էլ կարող եք միանալ մեզ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսը համարն է, կարող եք զանգարել, ինչպես անցկացրիք տոները, ամանորյա սեղանից ինչ է ի վերջո մնացել, գոնե սուրճի սեղանին փոխանցելու համար եւ զրուցել մեզ հետ եւ նաեւ կարող եք գրել մեկնաբանություններ մեր կայքում armradio.am եւ մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո։ Իդեպ որն է քո ամենասիրելի քաղցրավենիքը ամանորի սեղանից ճիրը։ Տարատեսակ ճրերը, չկա ճրի տեսակ, որ չսիրեմ, երևի մի քիչ թզի ճիրն է, բայց դա էլ եմ Վայ, ուտում։ ես պաշտում եմ թզի ճիրը, շատ եմ սիրում, այո, ես էլ եմ սիրում ջրեղեն եւ շատ սիրում եմ նաեւ այն տները հյուր գնալ, որտեղ կա փախլավա։ Ահա։ Պաշտում եմ փախլավան։ Կարծում եմ դա լավագույն բանն է, որը տեղի է ունեցել մարդկության պատմության ընթացքում։ Իդեպ արդեն ունենք մեկնաբանություն մեր Facebook-յան էջում Շաքե Մարտիրոսյանը գրել է շատ հաճելի, այո, հուսով ենք որ առավոտը հաճելի է, հուսով ենք որ մեզ այդ օրը սկսել է հաճելի է, իսկ մեզ համար միշտ հաճելի է ձեզ համար ուղիղ եթերում աշխատելը եւ նաեւ տեղեկացնելը, թե ինչ կարեւոր եւ պատմության համար նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել այսօր եւ ովքեր են ծնվել այսօր։ Այո, կան մի քանի հոբելյարներ, փորձենք առանձնացնել նրանցից, օրինակ Սթիվեն Հոքինգը, անգլիացի ֆիզիկոս, տեսաբան, տիեզերաբան, ծնվել է 1942 թվականի այսօրը։ Բոլոր ֆեշնիստաների նորաձևության հետաքրքրվողների համար նշեմ, որ այսօր վենեսուելացի հայտնի դիզայներ եւ լեգենդար բրենդի Կարոլինա Հերերայի հեղինակ, հենց Կարոլինա Հերերան է ծնվել 1939 թվականին այսօրը։ Մի փոքր հետ գնանք եւ 1935 թվականին է ծնվել ռոք-ն-ռոլի արքան, ամերիկացի երաժիշտ ու դերասան Էլվիս Պրեսլին։ Քանի դեռ խոսում ենք ռոք-ն-ռոլի եւ մի փոքր անցում կատարելով ռոքի մասին, այսօր փաստորեն տաղանդների ծննդյան օրն է, որովհետեւ այսօր նաեւ բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան եւ երաժշտական պրոդյուսեր Դեյվիդ Բոուի ծննդյան օրն է, նա 1947 թվականի այսօրն է ծնվել։ Շնորհավորում ենք բոլորին, ովքեր ծնվել են այսօր, տոնական օր եք ծնվել, ձեզ մաղթում ենք միմիայն տոնական տրամադրություն եւ լավ հիշողություններ այսօրերից եւ նաեւ այսօր էլ ունենք, չէ, առանձնահատուկ օր, որի շուրջ էլ այսօր մեր զրույցն է ծավալվելու, նաեւ տեղեկացնենք թե ինչի մասին ենք խոսելու այսօր, որպեսզի հետևեք մեզ նաեւ ժամը 10-ի եթերաժամից հետո մենք այսօր խոսելու ենք դոնորների մասին, որովհետեւ Հայաստանում հունվարի 8-ը նշվում է որպես ոսկրածուծի դոնորի օր եւ գիտենք, որ շատ ու շատ մարդկանց կյանքեր հնարավոր է լինում փրկել հենց այն բարի մարդկանց շնորհիվ, որոնք պատրաստվեն դառնալ դոնոր եւ փրկել իսկապես ուրիշների, հաճախ երբեմն նաեւ անծանոթների կյանքը։ Այս ամենի մասին եթերաժամի երկրորդ հատվածում մեր հյուրի հետ կզրուցենք, իսկ հիմա ինձ հուշում են, որ մենք ունենք զանգ, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Ինչպես եք սկսել։ Մենք էլ ենք լավ։ Ում հետ ենք խոսում։ Տաթևի։ Ահա, Տաթև, շատ ուրախ ենք, որ էլի միացել եք մեզ։ Ինչ ունեք ասելու։ Ես կուզեի շնորհավորել ձեզ տոնի կապակցությամբ։ Նոպորը գային ասում եմ, եթե ինձ թողաբարանի ես իրան թզիցի ուղարկեմ։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ ենք։ Կարող եք ռադիոտուն բերել, մենք բոլորով կօգտվենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Անչափ շնորհակալ ենք զանգի համար։ Նվեր ուղիղ եթերում զանգեք 553702 թզիչիրը եղավ, մնացածը թող ապահովեն մեր մյուս ռադիո լսողները եւ շարունակենք եթերը 553702 եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր հեռախոսահամարը եւ հոբելյարներից լսենք Elvis Presley-ին ու վերադառնանք։ Wise men say only fools rush in, but I can't help falling in love with you. Shall I stay? Would it be a sin
station with the best music. Best music. I love the music. Best music. 10:52 հաշված, բայ ներողություն եմ խնդրում 9:52 հաշված րոպեներանց մեզ կմիանա ռադիո լուրի մեր գործընկերը եւ ձեզ կներկայացնի ժամի ամենակարևոր տեղեկությունները, բայց մինչեւ այդ մարզական մի քանի լուր մարզաշխարհից նախ սկսենք շնորհավորելով Բարսելոնայի երկրպագուներին երեկվա տպավորիչ հաղթանակի համար 5-0 հաշվով Իսպանիայի չեմպիոնը պարտության մատնեց Բիլբաոյի Աթլետիկին Սաուդյան Արաբիայում անցկացվող Իսպանիայի սուպեր գավաթի եզրափակիչում եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 8-ին կվիճարկեն Մադրիդի Ռեալն ու Աթլետիկոն եւ այսպիսով ինչպես արդեն նշեցի այս պահին Իսպանիայի չեմպիոնը 5-0 հաշվով երեկվա հաղթանակն է տոնում Շնորհավորում ենք Բարսայի ֆաներին եւ շարունակենք գանք շախմատի ոլորտ 2025 թվականի ամենաշատ վաստակած գրոսմաստերը համարվում է նորվեգացի Մագնուս Կարլսենը շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն անցած տարի մասնակցել է 16 մրցաշարի եւ վաստակել մոտ 1.5 միլիոն դոլար սա հաղորդում է Chess.com-ը երկրորդ տեղում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է որը մասնակցել է 19 մրցաշարի եւ վաստակել 889,000 դոլար իսկ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը որն այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները եզրափակում է եռյակը նա մասնակցել է 15 մրցաշարի եւ վաստակել 751,000 դոլար հաշվարկը կատարելիս ներառվել են հաղթանակի համար առնվազն 10,000 դոլար մրցանակով մրցաշարերը այսինքն սա ենթադրում է նրանց մրցանակային ֆոնդը ոչ թե նրանց ամբողջական բյուջեն է հաշվի առնում ամեն դեպքում հաճելի է նման ցուցակներում տեսնել հայերի անուններ ազգանուններ այո շնորհավորում ենք Լևոն Արոնյանին հուսով ենք որ մեր մյուս մարզիկները նույնպես ընդ որում ոչ միայն այլ երկրներում հանդես եկող այլև հայաստանաբնակ մարզիկները նույնպես ինչ որ պահի կկարողանան մեծ գումարներ վաստակել եւ մեզ մոտ նույնպես արժանվուն կվարձատրվեն Շարունակենք եթերը ուրախ ռիթմեր որից հետո կմիանանք ռադիո լուրի թողարկմանը Սևաչերի Էդ անուշ լեզվիտ կամարուն կերիտ Աշուղ եմ էդ քո սև սևաչերի Էդ անուշ լեզվիտ կամարուն կերիտ Գոյու ոսաթիդ երկար ծամերի Ոչ մի ծաղի քո բուրմուն քաչունի Ոչ մի մայր քեզ վեզ գյոզալ չի ծանի Ոչ մի ծաղի քո բուրմուն քաչունի Ոչ մի մայր քեզ վեզ գյոզալ չի ծանի
Սուրճ ու սեր առավոտից։ Մենք վերադառնում ենք ուղիղ եթեր 9:57 եւ ժամանակն է ողջունելու ռադիոլուրի մեր գործընկերոջը Մարլենան շարունակում է աշխատել առավոտյան մեզ հետ բարի լույս Մարլենա Բարի լույս մենք առավոտյան ես ավելի կոնկրետ փոքրինչ բողոքում եմ որ այսօր շատ դժվար է մարտնացել բայց ամեն անգամ երբ ռադիոլուրի մեր գործընկերներին եմ բողոքում հետո մեղքի զգացում եմ ունենում որովհետեւ գիտեմ որ նրանք ել ավելի վաղ են արթնանում եւ ել ավելի ծանր է աշխատանքային գրաֆիկը ամեն դեպքում տոնական օրերին հանգստանալ հաջողվեց Երբ որ քո բիո ժամացույցը արդեն լինում է ժամը 6-ի վրա առավոտյան, անգամ եթե հանգստյան օրեր են, դու առավոտյան արթնանում ես ժամը 6-ին, հասկանալու համար այդ օրը ունես առավոտյան եթեր թե ոչ, որպեսզի չուշանաս, եւ հետո շարունակում ես քնել։ Փորձել ենք ամեն դեպքում հանգստյան օրերին ավելի թեթև անցկացնել։ Ինչ կա լրահոսում, ինչպես է սկսվել տարին մեզ համար լուրը սպառողներից համար զարմանալի էր Վենեսուելայում իրադարձությունները, ինչ կա այս օրերին։ Վենեսուելայի շուրջ իրադարձությունները շարունակում են զարգանալ, Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ հունվարի 3-ի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում շուրջ 100 զոհ են ունեցել, եւ ամենակարևոր նորությունը թերևս այդ իրադարձություններից հետո Միացյալ Նահանգները արդեն սկսել է վաճառել վենեսուելական հում նավթը։ Ահա։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը, ինչ կա չկա Հայաստանում, Մարլենա։ Այսօր Իրանի փոխարտգործնախարարին են սպասում Երևանում, Պաշտոնյան մի շարք հանդիպումներ է անցկացնելու, քննարկելու է տարածաշրջանին առնչվող հարցեր, մյուս լուրերը արդեն կներկայացնեն։ Այսինքն Մարլենա կարող ենք ասել, որ տոնական օրերը կարծես թե քաղաքական անցուդարձի վրա առանձնապես չեն ազդել, լրահոսը այնքան հագեցած եւ ծանր է, որքան այդ օրերից առաջել էր։ Այո, դուք ճիշտ նշեցիք Վենեսուելան հունվարի 3-ին էր արդեն, բոլորի ամանոր այդ օրը եւ այո, բայց ընդհանրապես իհարկե 1-2 օր է հանգստյան օրեր, այն էլ միշտ չէ, որ ստացվում է այո, եւ դա կանխատեսելի է։ Ռադիոլուրը թարմացնում է աշխարհում եւ Հայաստանում կատարված իրադարձությունների վերաբերյալ նորությունները յուրաքանչյուր ժամագլխի հետևեք ռադիոլուրին մեր եթերում նաեւ կայքում armradio.am իսկ հիմա ժամանակն է որպեսզի տեսնենք իսկապես ինչ է կատարվել վերջին 1 ժամում մեր երկրում եւ մեր երկրի սահմաններից դուրս ուղենք ժամացույցները եւ միանանք ռադիոլուրի թողարկմանը Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիոլուրն է, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը։ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թաղթ Ռավանչին այցելում է Հայաստան։ Երեկ իրանական իռնագործակալությունը հայտնել է, որ Պաշտոնյան Երևան է ժամանել հունվարի 7-ի երեկոյան քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համար։ Նշվում է, որ այցի ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների միջև քաղաքական խորհրդակցություններից բացի նախատեսված են հանդիպումներ մի շարք այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ։ Երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտ եւ մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հանդիպումների ընթացքում կարծիքներ կփոխանակվեն նաեւ Կովկասյան տարածաշրջանում ամենակարևոր զարգացումների եւ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում համագործակցության վերաբերյալ։ Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբականակ է ուղարկում Հայաստան, ադրբեջանական լրատվականներն են հայտնում մանրամասնելով, որ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի եւ դիզելային վառելիքի 1000 տոննա, բացի այդ Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով, մանրամասնում են ադրբեջանական աղբյուրները։ Հիշեցնենք անցած ամիս Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստանն է ժամանել ադրբեջանական Սոկար ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը։
Տեղի է ունեցել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստը Facebook-յան գրառմամբ տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը։ Նիստի ընթացքում ըստ վարչապետի քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը եւ առաջիկա աշխատանքների շրջանակը, հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։ Նիկոլ Փաշինյանը եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հունվարի 4-ի ուշ երեկոյան վարչապետի կեցավայրում հանդես էին եկել հայտարարությամբ, հայտնելով համակարգող խորհրդի ձևավորման մասին։ Մայրաթորից հակադարձել էին նշել եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման եւ բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են Հայաստանի սահմանադրությունը, խախտում են թե միջազգայինորեն, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Նախարարությունը հայտնում է, որ նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել է զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի ու անվտանգ ծառայություն։ Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության եւ այլ միջոցառումների կատարման վերաբերյալ։ Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։ Եվ վերջին լուրը միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է Միացյալ Նահանգներին դուրս գալ 66 միջազգային կազմակերպությունից, հայտնում է Սպիտակ տունը։ Հրապարակված փաստաթղթերի համաձայն Թրամփը կարգադրել է Միացյալ Նահանգներին դուրս գալ այն կազմակերպություններից, որոնք Վաշինգտոնի պնդմամբ այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը։ Հրամանագրի համաձայն Միացյալ Նահանգների բոլոր դաշնային գործակալությունները պետք է դադարեցնեն մասնակցությունը եւ ֆինանսավորումը ՄԱԿ-ի 31 եւ ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 կառույցների։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար այսքանը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր, իրադարձությունների զարգացմանը հետևեք հանրայինի եթերում։ Սուրճ ու սեր առավոտից։ Didn't know what time it was, the lights were low. I leaned back on my radio. Some cat was laying down some rock and roll, that is all he said. Then the loud sound, it seemed to fade, came back like a slow voice on a wave of fade. That wasn't no DJ, that was hazy cosmic time. There's a starman waiting in the sky. He'd like to come and meet us, but he thinks he'd blow our minds. There's a starman waiting in the sky. He's told us not to blow it, 'cause he knows it's all worthwhile. He told me, let the children lose it, let the children use it, let all the children boogie. Switch on the TV, we may pick him up on channel 2. Look out your window, I can see his light. If we can sparkle, he may land tonight. Don't tell your papa or he'll get us locked up and fight.
Սուրճ ու սեր առավոտից։ Եվս մեկ անգամ բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր շարունակում ենք ուղիղ եթերում սուրճ ու սեր վայելել, լսում ենք իդեպ Դեվիդ Բոուին, այսօր լեգենդար երաժշտի ծննդյան օրն է, եթերաժամի սկզբում ասացինք եւ վեգա, մեզ օրինակ Վիկիպեդիան չհուշեց, բայց համացանցում պատահաբար տեսա, այսօր ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է եւս շնորհավորում ենք Գյումրեցի տաղանդավոր թատերական գործչին, մաղթում միմիայն առողջություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ։ Այո, երբեմն Վիկիպեդիան առանձին ինչ-որ մեկի ծննդյան տարեդարձի մասին ունենում է էջ կամ անձի հետ կապված էջ, բայց դա չի ներառում, չգիտես ինչու։ Մենք անպայման փնտրում եւ գտնում ենք։ Մեջ, այո, բայց մենք սևակին այս դեպքում հաջողվեց գտնել։ Ինչպես արդեն նշեցինք, այսօր մեկ այլ շատ կարևոր օր է նշվում Հայաստանում, օր նվիրված մարդկանց, որոնք շատ կարևոր գործ են անում եւ սովորաբար դա անում են հենց կամավոր կերպով։ Այո, հունվարի 8-ը Հայաստանում նշվում է որպես ոսկրածուծի դոնորի օր, ժամանակակից աշխարհում գիտենք ինչքան կարևոր դեր ունեն դոնորները, անկախ նրանից օրինակ արյան դոնոր են թե ոսկրածուծի, մարդկանցից շատերի համար կոնկրետ ոսկրածուծի փոխպատվաստումը դառնում է ապրելու միակ հնարավորությունը որոշակի հիվանդությունների հայտնաբերման դեպքում եւ այստեղ կարևոր են մարդիկ, որոնց դեպքում օրինակ եթե գենոտիպերը համապատասխանում են, համատեղելի դոնոր են դառնում եւ իհարկե այս process-ը վերածվում է շատ երկարատև գործընթացի, հաճախ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ որոնման հատկացված ժամանակը շատ սուղ է եւ այստեղ իսկապես կարեւոր է գտնել ճիշտ մարդկանց, որոնք կամավոր կերպով պատրաստ են դառնալ դոնոր։ Այո, իսկապես եւ կարծում եմ հրաշալի է, որ նրանց նվիրված օր է նշվում։ Իդեպ Հայաստանում բացի այդ հիշարժան օրից համանման տոնը նշվում է հենց պետության շրջանակում, այսինքն սա նաև հենց հայկական տոն է հունվարի 8-ին եւ նվիրված է Երևանում ոսկրածուծի դոնորների հայկական գրանցամատյան բարեգործական հիմնադրամի ստեղծման օրվան։ Այդ իրադարձությունը տեղի ունեցել 2000 թվականին, այդ պահից սկսած Հայաստանի ոսկրածուծի դոնորների գրանցամատյանը սկսել է համալրվել ամեն տարի հայկական գրանցամատյանի դոնորների թիվը մեծանում է։ Այո, սա իսկապես մի առաքելություն է, որ ոչ բոլորն են, չէ, պատրաստ դառնալ դոնոր, կամավոր, բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են փրկել ուրիշների կյանքերը եւ այսօր սովորաբար օրվան համապատասխան անցկացվում են տարբեր ակցիաներ, իրազեկման ակցիաներ, որոնք մարդկանց հուշում են, տեղեկացնում են, թե ինչ կարեւոր է դոնոր դառնալը եւ այդպիսով փրկել այլ մարդկանց կյանքեր։ Այս ամենի մասին վարքյաններ անց առավել մանրամասն ենք խոսելու տաղավարում մեր հյուրի հետ, այնպես որ շարունակեք մնալ հանրայինի հետ, հետևեք մեր զրույցին 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է եւ նաեւ Facebook-յան ու կայքի լայվերի մեկնաբանությունների դաշտում կարող եք գրել ձեր հարցերը։ Never really knew that she could dance like this. She makes a man wanna speak Spanish. Como se llama? Bonita, mi casa, su casa. Oh, baby, when you talk like that, you make a woman go mad. So be wise and keep on reading the signs of my body. I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel you, boy. Come on, let's go real slow. Baby, like this is perfection. Baby, no, I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel it's right. Oh, the attraction, the tension. Baby, like this is perfection. Hey girl, I can see your body moving, and it's driving me crazy. And I didn't have the slightest idea till I saw you dancing. And when you walk up on the dance floor, nobody cannot ignore the way you move your body, girl. And everything's so unexpected, the way you right and left it, so you can keep on shaking it. Never really knew that she could dance like this. She make a man wanna speak Spanish. Como se llama? Bonita, mi casa, su casa. Oh, baby, when you talk like that, you make a woman go mad. So be wise and keep on reading the signs of my body. I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel you, boy. Come on, let's go real slow. Baby, like this is perfection. La tierra hierve y de calor. Oy, 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 qué calor, qué calor. Oy, 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 no está dando calor. Oy, 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 cuando en Barranquilla suena el tambor, cuando en Barranquilla suena el tambor. Baila la calle, de noche baila la calle.
Mira, en Barranquilla se baila así. Say it. En Barranquilla se baila así. Con el alma, con el alma, con el alma, con el alma, con el alma y con candela en la arenosa se baila así. Es que son dos vainas buenas que a tu la gente le encanta. Mira cómo es que se baila en la arenosa así, así. I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel you, boy. Come on, let's go, real slow, baby, like this is perfection. Baby, now I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel it right. All the attraction, attention, baby, like this is perfection. No fighting. Ay, yeah. That's a ballet. Սուրճ ու սեր առավոտից։ Տասանց հետ 15 դուք շարունակում եք հետևել Սուրճ ու սեր առավոտից հաղորդման ուղիղ եթերին, եւս մեկ անգամ հիշեցնում ենք ձեզ կարող եք զանգարել 553702, քանի որ կարևոր թեմայից ենք խոսելու եւ կարող եք նաեւ մեզ գրել մեկնաբանություններ մեր կայքում եւ Facebook-յան հարթակում։ Իդեպ եւս մեկը ունենք Էդիկ Բաբուջյանը մեզ ծաղիկներ է ուղարկել, ինչի համար շնորհակալ ենք եւ շնորհակալ ենք մեր բոլոր այն ռադիոլսողներին, որոնք մեզ զանգահարում են կամ գրում, այո 553702 կարող եք զանգահարել եւ առաջիկա րոպեների ընթացքում ոչ միայն ողջունել մեզ, այլև ձեր հարցերը կամ կարծիքը ուղղել մեր հյուրին, իսկ ես սիրով ներկայացնեմ նրան։ Զրուցում ենք Արեգ Գալստյանի հետ, կամավոր դոնոր, դեղագործ, բարի լույս Արեգ։ Բարի լույս։ Արեգ, շնորհավորում ենք նախ Ամանորի Սուրբ Ծննդյան արդիվ եւ նաեւ այսօր դոնորների օրն է նշվում Հայաստանում։ Շնորհավորում ենք եւ շնորհակալություն ենք հայտնում, որ կամավոր նաեւ ստանձնել եք այդ գործը, կարելի ասել։ Ինչպես եղավ, երբեք եղել առաջին անգամ դոնոր, ենթադրում եմ ձեր մասնագիտությունն է հուշել, թե ինչքան կարեւոր է դառնալ դոնոր եւ փրկել այլոց կյանքերը։ Ես դոնորությամբ երևի ասենց զբաղվում եմ ավելի քան երևի 13 տարի։ Ու պատահական առաջին անգամ շատ պատահական կերպով եմ դարձել դոնոր, ուղղակի ինչ-որ միջոցառման ժամանակ տենց հատված կար, որտեղ մարդիկ արուն էին նվիրաբերում, այսինքն բժիշկները կային, այդ իրենց հատուկ տեխնիկայով եւ այլն, ու ինձ հետաքրքրեց դա։ Եվ առաջինը սկսեցի բժիշկերին հարցել տալ, փորձելու հասկանալ դոնորությունը որպես այդպեսին իրենց ինչ է ներկայացնում, ինչ խնդիրներ կան եւ այլն, ու այդպես արդեն 13 տարի եւ կամ ավելին դոնոր եմ։ Ինչեր կան դոնոր լինելու հետ կապված, որ ձեր կարծիքով մարդիկ այնքան էլ տեղյակ չեն այդ մասին եւ գուցե եթե իմանայինք, ել ավելի շատերս կամավոր կերպով ավելի հաճախ կնվիրաբերեին կարուն կամ հաճախ տեսեք քննարկվում է արյան դոնորությունը մի քանի ասպեկտներ ունի։ Մենք կարանք նայենք հանրային առողջապահության տեսանկյունից, կարանք նայենք ընդհանուր հասարակության զարգացման տեսանկյունից եւ անձնական տեսանկյունից։ Հաճախ քննարկվում են այդ հանրային առողջապահության մարտահրավերները, բայց երբեմն շատ մեծ ուշադրություն հասարակության զարգացման կամ անձնական մարտահրավերներին այդքան չի տրվում։ Իրականում բոլոր երկրներն էլ դոնորների կարիք ունեն, ու արյունը դա այնպիսի ռեսուրս է, որը ունի սահմանափակ պահպանման ժամկետ եւ անկախ արյան կարգից միշտ արյան կարիք է լինում եւ տեսեք հաճախ երբ որ օրինակ մեր հարազատին արյունը պետք լինում, մենք կարող ենք հավաքվել գնալ փորձել կազմակերպել եւ այդ արյունը հասցնել, բայց կարող է մարդիկ լինեն, ովքեր չեն կարող, չէ՞, կազմակերպել։ Այստեղ դոնորությունը երկու ձևի է բաժանվում՝ կամավոր եւ վարձատրվող։ Կամավոր անվարձատույց դոնորությունը գնալով զարգանում է մեր հասարակության մեջ, բայց նաեւ զարգանում է այդ վարձատրվող դոնորությունը։ Իրականում արյան կարիքը այնքան մեծ է, որ խրախուսվում է անգամ թեկուզ վարձատրվող կերպով դոնոր դառնալու։
Բայց այստեղ մի հատ կարևոր հանգամանք կա։ Ես նշեցի հանձնական եւ հասարակական մակարդակով, ընդհանուր հասարակական, քաղաքական եւ այլ առումներով ինչով է սա կարևոր, երբ որ մենք հետեւողականորեն փորձում ենք մեր կողքի մարդկանց լինել օգտակար։ Այն մարդկանց, ում մենք չենք ճանաչում։ Ովքեր որ կարող են այդ արեն կարիք ունենալ, մեզանից մի մասնիկ վերցնում ենք եւ գիտակցված կերպով տալիս ենք այդ մարդկանց։ Բազմաթիվ մեծ թվով մարդիկ կան, երեխաներ, ովքեր որ ամեն շաբաթը մի քանի անգամ այդ արեն կարիք ունեն ու տեսեք այդ մարդիկ տարապում են տարատեսակ հիվանդություններով եւ իրենց ծնողները մարտահրավերներ ունեն, պետքա ինչ-որ դեղերի հետ կապված, բուժման հետ կապված եւ տարատեսակ մարտահրավերներ ունեն, դրան զուգահեռ պետքա նաեւ կարողանան ժամանակին այդ արյունը ապահովեն կամ փորձեն հասցնեն տարբեր մարդկանց ներգրավել։ Ու նաեւ հասարակական մակարդակով այդ ոնց որ հանձնառություն, որտեվ մեկ անգամ արյուն տալով ոնց որ դոնոր չեն դառնում։ Ցանկացած մարդ կարող 2 ամիսը մեկ անգամ, երբ որ լրանում այդ 2 ամիսը կարող գնալ եւ կրկին արյուն հանձնել։ Այսինքն կարելի է տարեկան մինչև 6 անգամ արյուն հանձնել։ Եվ մեկ արյունն էլ, մեկ արյան փաթեթն էլ, որը որ 300-400 գրամ է, ենթադրենք, կարող է փրկել մինչև 2 մարդու կյանք։ Վաու։ Ես չգիտեի դա։ Բայց տեսեք, այստեղ ոնց որ արյունը ինքը ժամանակ պահպանման ժամկետ ունեցող ռեսուրս է։ Կա արյան բանկ, չէ, Հայաստանում։ Կա արյան բանկ։ Օրինակ, երբ որ ինչ-որ տարատեսակ պատերազմական իրավիճակներում եւ այլն մարդիկ բանը այտենց ստացվում է, որ մոբիլիզացվում են, գնում են, հանձնում են արյուն եւ այլն, բայց խնդիրը նա, որ հաճախ այդ արյունը կարա շատ քանակությունը մեծ լինել ու կարիքը չզգացվել այդ պահին ու հետագայում էլ այդ պահպանման ժամկետը լրանալուց հետո ստիպված լինեն այդ արյունը թափելու։ Դրա համար է կարևոր, որ պետքա պարբերաբար հետևողականորեն գնալ եւ այսինքն երկարատև հեռանկարում պետք է արյան քանակները ապահովել։ Դա մեկ եւ երկրորդն էլ նման այդ մեծ հոսքերը տարատեսակ ռիսկեր կարան առաջացնեն։ Պատկերացեք բժիշկով, այսինքն այստեղ մենք երկու շատ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնենք այդ դոնորության ժամանակ։ Առաջինը դոնորի անվտանգությունն է եւ արյան անվտանգությունը, այսինքն ստացողի անվտանգությունը։ Դոնորը նույնպես կարող է առողջական հակացություններ ունենալ արյուն հանձնելու։ Բայց տեսեք այն բժիշկը, որը որ այդպիսի իրավիճակներում ստիպված է օրը 200 հոգի զննել, արդյոք չի բարձրանում ռիսկը, որ կարող է ինչ-որ մի բան բաց թողել։ Արդյունքում ռիսկ առաջանես մարդու առողջության համար կամ հակառակը արյան անվտանգության տեսանկյունից։ Դրա համար շատ կարևոր է, որ մարդիկ պատահական օրերի գնան ու երկարատև հեռանկարով տարվա ընթացքում կարողանանք մենք հանրապետության մակարդակով արյան պաշար ապահովել։ Քանի որ անվտանգությունից խոսեցի, կարեք շատ միֆեր կան կամ կարծիքներ կան, որոնց մի մասը գիտենք ճիշտ է, մի մասը ոչ, օրինակ ասում են, եթե դաջվածքներ ունեք, չեք կարող դոնոր լինել, ոմանք էլ հերքում են, ասում են, չէ, դա վերաբերում է միայն եթե վերջերս է կարել։ Մի խոսքը, ովքեր արդյունքում կարող են դառնալ դոնոր եւ եթե ինչ որ մեկ, ինչպես դուք նշեցիք, ցանկանում է երկարաժամկետում, այսինքն պարբերաբար տարին մի քանի անգամ արյուն հանձնել, ինչ պիտի իմանա իր մասին, իր առողջական վիճակի մասին, ինչպես հասկանալ, որ քո օրգանիզմը ունակ է դառնալու դոնոր։ Տեսեք, ես կարամ այդ ցանկը նշեմ, բայց կարող ենք մենք այդ նաև տեղադրել այդ բոլոր կրիտերիաները իրավունակության, որը պետք է համապատասխանը ունենալ կամ չունենալ, որպեսզի արյան դոնոր դառնալ։ Այնտեղ որոշակի ինֆեկցիոն հիվանդություններ կան, որոնք արյան անվտանգությանն են վերաբերվում, իրավիճակներ կան, որ դոնորի առողջությանն է վերաբերում, օրինակ որոշակի քաշ, արանջշում եւ այլն։ Բայց այստեղ մի շատ կարևոր բան կա, երբ որ մարդը կադրային դոնոր է, այսքան պարբերաբար արյուն է հանձնում, ինքը նաեւ հանձնառություն է վերցնում ինքը առողջ լինելու։ Այսինքն լինել դոնոր նշանակում է նաև երկարատև հեռանկարով
մաքուր պահել սեփական օրգանիզմը, հա, սկսած ճարպոտ սնունդ օգտագործելուց, ալկոհոլ օգտագործելուց, պատահական սեռական կապեր ունենալուց եւ այլն զուս մնալ էլ, հեռու մնալ է, որովհետեւ դրանք նաև դոնորության վրա ազդող գործոններ են, ու եթե օրինակ, չգիտեմ, ճարպոտ սնունդի հետ անգամ կապված, եթե օրինակ որոշակի պարամետրեր կան, լյարդին վերաբերող, եթե չհամապատասխանեց, հավանաբար այդ արյունը կամ չեն վերցնի, կամ է հնարավոր է, որ չտան դոնորին։ Հա, այսինքն այս առումով նաև կարևոր հասկանալ է, որ դոնորությունը այդ մեկ անգամյա բարիության կամ հերոսության ակտ չի, այսինքն պետք է մարդ երկարատև հեռանկարով ինքը հասկանա, որ իրանից իր առողջությունից նաև այլ մարդիկ են կախված։ Այստեղ որ նշեցի անձնական ասպեկտը, անձնական մարտահրավերները, սա է կարևոր։ Կամ կամավորությունը ինչ է տալիս մարդուն առհասարակ։ Նայած որ ոլորտում, բայց հիմնականում նաև պատասխանատու քաղաքացի է դաստիարակում, հոգևոր բավարարվածություն ինչու ոչ։ Եթե մենք նայենք, շատ ես համանապակ գիտելիքներ ունեմ էթիկայի կամ հոգեբանության ոլորտում, բայց ես իմ անձնական փորձով գիտեմ, որ հաճախ մարդկանց մոտ տարատեսակ հոգեբանական խնդիրներ, դեպրեսիաներ առաջանալու պատճառներից մեկը այն է, որ մարդը կորցնում է պիտանի լինելու զգացողությունը։ Ու արյան դոնորությունը այդ պարբերաբար ինչ-որ մի հատ ազդակ է, որ հիշեցնում է, որ դու մարդկությանը, հասարակությանը պիտանի ես։ Հա, նույն պատճառով օրինակ շատ մեծահարուստ մարդիկ, հա, ովքեր օրինակ մեծ բիզնեսմեններ են եւ այլն կարող են ինչ-որ մեծ նվիրատվություններ անել, դպրոցներ, եկեղեցիներ, մանկապարտեզներ կառուցել, հա։ Եթե մենք նայում ենք բացարձակ բիզնեսի տեսանկյունից, այդ չարդարացված ծախսը եւ կորուստ, բայց քան մարդիկ այդ քայլին գնում, որպեսզի իրանք էլ հասարակությանը փորձեն պիտանի լինեն եւ իրենց կյանքը ունենա իմաստ։ Ու հենց դոնորությունը կամ արյան դոնորությունը կամ օրինակ ոսկրածուծի դոնորների ռեստրում գրանցվածությունը դա էլ ինչ որ մի հատ ազդակ է, որ մարդը փորձի իր կյանքի մեջ գտնի իմաստ։ Իր առօրյա հոգսերից բացի լինել պիտանի եւ օգնել ուրիշներին, հետաքրքիր է դուք ձեր շրջապատում ձեր օրինակով դարձել եք, այսպես ասած, վարակիչ ձեր օրինակ ընկերների համար, բարեկամների կան մարդիկ, ովքեր ձեզ տեսնելով, ձեզ իմանալով եւս դարձել են դոնորներ։ Իհարկե։ Ես ընկերներ ունեմ, ում այդ ուղղակի ոնց որ մենակ բանավոր քարոզը չի, երբ որ ես գնում եմ արունատվության, կարող հաճախ է պատահում, որ մեկի ձեռքից բռնած հետը ստանեմ։ Ու տենց ընկերներ ունեմ, որ տենց մեկ-երկու անգամ ձեռքից բռնած հետը ստարել եմ, իրանք արդեն նույնպես դարձել են կամավոր դոնոր ու ինձանից անկախ արդեն երբ որ հնարավորություն են ունենում, փորձում են, այսինքն տարվա մեջ մաքսիմալ քանակությամբ անուն հանձնեն ու երբեմն ոնց որ բանը, այդպիսի մրցակցության բաներ է առաջանում, թե ով ավելի շատ կարողացավ դոնոր դառնալ, տարվա մեջ ավելի շատ կարողացավ արուն հանձնել։ Իրականում իսկապես ճակերտներում ասած վարակիչ հարակի խոսքը ես զուգահեռ փնտրում էի մինիմալ քաշը հասկանալու համար օրինակ ինձ կարելի է լինել թե ոչ, պարզեցի որ այո, ինձ նույնպես կարելի է եւ գուցե շատ պրիմիտիվ հնչի, բայց նույնիսկ ֆիզիկապես ես հասկացա, որ դոնոր լինել իսկապես կարող է հենց ինքդ քեզ համար շատ լավ լինել, որովհետեւ երբ ուրիշների համար պատասխանատվություն կա, այդտեղ շատ ավելի ռեալ է, որ դու իսկապես հոգ կտանես ինքդ քո մարմնի համար, ավելի պատասխանատու կլինես այն հարցում, թե ինչ ես ուտում, ինչ ես խմում, գուցե կլինեն մարդիկ, որի վերջո կհրաժարվեն ծխախոտից, այլ վնասակար սովորություններից, այնպես որ իսկապես շատ ոգևորիչ է այս օրինակը։ Արեք, եթե չեմ սխալվում, ընթացակարգն այնպիսին է, որ սովորաբար հատկապես ձեր դեպքում, երբ պարբերաբար հանձնում եք, կարծում եմ չեք իմանում, թե կոնկրետ ում եք օրինակ նվիրաբերում, բայց արդյոք եղել են դեպքեր, երբ իմացել եք, թե կոնկրետ ում համար եք նվիրաբերում, գուցե ինչ-որ ջերմ պատմություն կա, որով կարող եք մեզ հետ կիսվել։ Եթե չեմ սխալվում, 1-2 նման դեպք եղել է կոնկրետ իմ հետ, բայց դրա մեջ էլ հետաքրքրություն կա, երբ որ դու արունդ նվիրաբերում ես ու չգիտես այդ ում ապրկելու, բայց վերջերս ես զրուցում եմ բժիշկների հետ ու վստահ չեմ ես բան այդ համակարգը գործարկվել է թե չէ, բայց այդ արյան փաթեթը, հա, որը որ արդեն ինչ-որ հերթական համար է ստանում, երբ որ օգտագործում են ինչ-որ
մարդու կյանքը փրկում, քեզ գալիս է SMS, որ քո արյունը օգտագործվեց, մեկի կյանքը փրկեց։ Այդ որոշ ժամանակ առաջ ինքին շոր փորձարկման փուլում էր, վստահ չեմ, այս պահին ինքը 100%-ով աշխատում է թե չէ, բայց այդ էլ ոնց որ ազդա կա, որ ուղղակի գնացիր անունը տվեցիր անցավ մի քանի օր մեկի SMS-ը գալի նայում ես ժպտում ես օրդ արդեն ստացվեց հետադարձ կապն է ապահովում եւ այդ հոգեկան բավարարվածությունը այ վեգան հարցրեց առավել գլոբալ մարդը ինչ առողջական վիճակ պետք է ունենա դաջվածքները ծխախոտ եւ այլն իսկ կոնկրետ արյուն հանձնելու օրը կան ինչ որ հատուկ ընթացակարգեր որ ժամին պետք է գնալ օրինակ պետք է մինչեւ այդ հացկերած լինել չլինել եւ հետո մենք երբ երեխա ենք կա չէ այդ երբ վնասվածք ենք ստանում արյուն ենք կորցնում ասում ենք հաղթր կեր արյունը վերականգնվի այլ արյուն հանձնելուց հետո բժշկական այո տեսանկյունից ինչ է պետք անել եւ արդյոք զգում եք ինչ որ անհարմարություն թուլություն թե սա արդեն ձեզ համար սովորական process է դարձել տեսեք շատ կարեւոր է որ արյուն հանձնելուց մեկ օրվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինել ճարպոտ սնունդ օգտագործած չլինել բայց այդ այսինքն այդ մեկ օրը առնվազն պատուհանն է հնարավոր է որ արյան հետազոտության արդյունքում եթե որոշ ժամանակ չարաշահել ես արյունը ուղղակի չօգտագործվի բայց այդ մեկ օրվա պատուհանը պարտադիր է պահպանելը պետքա նաև արյունատվությունից առաջ 6 ամիս չունենալ պատահական սեռական կապել դա էլ է այդ իրավասության կրիտերիաների մեջ մտնում է եւ պարտադիր է մինչեւ արյունատվությունը դոնոր լրացումը հարցաթերթիկ իսկ արյունատվության օրը արդեն պետք է գնալ քաղցած սոված ծարավ այսինքն ծոմապահության վիճակով պետք է գնալ արյունատվության որովհետեւ այդ վիճակում հնարավոր է որոշակի արյան պարամետրերի շեղումներ առաջանան դրա համար շատ կարեւոր է ոնց որ այդ գնալ եւ մաքուր արյուն հանձնել իսկ արյուն հանձնելուց հետո արյուն հանձնելուց հետո տեսեք իրականում արյունատվությունը ինքն իրենով ռիսկ չի ներկայացնում օրգանիզմի համար որովհետեւ մեր օրգանիզմում բավարար քանակությամբ պահեստավորված արյուն կա մկաններում լյարդում փայծախում եւ այլն այսինքն երբ որ շրջանառու արյան ծավալը պակասում է օրգանիզմը շատ հեշտությամբ համալրում է պահեստներից եւ որևէ խնդիր չի առաջանում հա բայց արյունատվությունից հետո իհարկե պետք է հեղուկներ քաղցր հյութեր քաղցրավենիք օգտագործել որը որ ընդհանուր կբերի օրգանիզմի վիճակի կայունացման բայց որպես երկարատև դոնոր ասեմ անգամ դա էլ երբեմն արդեն պարտադիր չի դառնում կոնկրետ իմ համար էլի իսկ մենք ուրիշ տեսանկյունից է կարանք էս նայենք որ ամեն դեպքում արյունատվությունը դա արյան կորուստ է եւ ինչ որ ձևով դա օրգանիզմի համար կարող ենք համարել միկրոստրես կամ միկրոտրավմա որը որ իրականում այդ միկրոստրեսները միկրոտրավմաները հաճախ մեզ օգնում են որպեսզի օրգանիզմը իր մոբիլիզացվելու ստրեսային իրավիճակներում հարմարվելու ֆունկցիաները կարողանա իրագործել հա այսինքն այդ շատ կոմֆորտ հանգիստ եւ միապաղաղ վիճակից օրգանիզմը դա էլ է ինչ-որ օգուտ օրգանիզմին երբ որ ասում է ստրեսային իրավիճակներ եւ փորձում է օրգանիզմը իր ռեսուրսները իմի բերել Իդեպ ես ճիշտ հասկացա, որ իրականում կապ չունի, թե որքան բացառիկ է արյան ձեր կարգը, նույնիսկ եթե տարածված արյան կարգ ունենք, միևնույն է այն կարող է Իհարկե։ Տեսեք, օրինակ եթե այդ բանը թյուրընկալումն էլ այդ կամ միֆն էլ կա, որ ասում են, որ ինչքան արյունը քիչ տարածված է, հա հաճախ օրինակ խոսում են 4 կարգի արյան մասին կամ առաջին կարգի արյան մասին, այնքան ավելի պահանջարկը մեծ է եւ այլն, բայց եթե հասարակության մեջ այդ արյան կարգերի քանակությունը քիչ է եւ առաջարկն է քիչ եւ պահանջարկն է քիչ նույն համամասնությամբ մյուս արյան կարգերը որոնց քանակությունը շատ է եւ դոնորների քանակն էլ է շատ նրանց կարիքն էլ է շատ այսինքն իրականում կապ չունի թե արյան որ կարգը միշտ պահանջարկը կա ցանկացած կարգի արյան ու այնպես չի թե օրինակ 4-րդ դրական կարգի արյուն ունեցողին կտան
այլ կարգի արյուն, հա, չնայած որ կարող է ընդունել, բայց հաճախ խուսափում են նման, այսինքն եթե չկա որոշակի կրիտիկական իրավիճակ, իմ կարծիքով բժիշկները կխուսափեն այլ կարգի արյուն տալուց, այլ կձգտեն հենց նույն կարգի արյուն տալ։ Ուր գնալ այն մարդկանց համար, որոնք հիմա գուցե կայացրեցին որոշում կամ հետաքրքրված են որտեղ հանձնել արյուն, ուր մոտենալ, որտեղից սկսել։ Տեսեք, արյան բանկեր հիմա բավականին շատացել են, հանրապետություն Երևանում էլ տարբեր տեղեր կան, ես օրինակ անձամբ այցելում եմ արյունաբանության կենտրոն եւ միշտ նույն տեղն եմ այցելում ու նաեւ էդ էլ ասեմ, որ կամավոր դոնորների համար մի քիչ արտոնյալ պայմաններ կան, սպասարկում ավելի արտահերթ է, ոնց որ ավելի արագ ամեն ինչ տեղի ունենում, նաեւ առավելություններից ասեմ առհասարակ դոնորության, արյան դոնորները իրենք օրենքով պաշտպանված են, օրինակ արյունատվությունից հետո իրենք կարող են վերցնել տեղեկանք, որ իրենք հանդիսացել են արյան դոնոր եւ Հայաստանի Հանրապետության օրենքով իրենք այդ օրը, այսպես ասած, եթե աշխատանքից կամ ուսման վայրից բացակայեն, նրանց բացակայությունը պետք է համարվի հարգելի։ Որտեւ իրականում հնարավոր է որ մարդը որոշակի ինքնազգացողության խնդիրներ ունենա եւ այլն, բայց էդ էլ կա, որ այսինքն այդ տեղեկանքի արկայության շնորհիվ մարդու բացակայությունը կարող է հարգելի լինել։ Իհարկե ես շատ ոնց խորհուրդ կտամ շատ խիստ ձևով, որ իհարկե համաձայնեցնել մինչև անհատությունը գործատուի կամ եւ այլն, բայց այդ հնարավորությունը նույնպես կա։ Շատ բարի, շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար, այդ տեղեկանքը եւ բացակայելը ամենափոքրն է այս պատմության մեջ, իհարկե կարեւոր է այդ օգնության եւ փոխօգնության գաղափարը, որ դոնորները ունեն եւ փորձում են նաեւ իրենց շրջապատի մարդկանց դրանով վարակել։ Շնորհակալ ենք ձեզ եւ թող ձեր արյունը իսկապես կարողանա կյանքեր բերել։ Շնորհակալ ենք։ Շարունակենք եթերը միշտ ճպտա երգով եւ առողջություն մաղթենք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն իսկապես դրա կարիքը։ Դե ճպտա որ ողջ աշխարհը քեզ է, ճպտա թե քեզ հետ ընկերանա այն երկար կմնա
Սուրճ ու սեր առավոտից։ Թող ժպիտը անպակաս լինի ձեզնից եւ ժպիտով փորձեք հաղթահարել խնդիրները, բոլոր այն խնդիրները, որոնք իսկապես հնարավոր է պարզապես ժպիտով հաղթահարել, իսկ եթե ժպիտով հնարավոր չէ, ապա թող իսկապես լինեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել ձեզ դոնոր դառնալ եւ օգնել ծանր պահերին։ Այսօր խոսում ենք դոնորությունից, որովհետեւ Հայաստանում նշվում է ոսկրածուծի դոնորի օրը եւ արդեն ժամը 10:41 վեգա առաջարկում եմ եւս մեկ անգամ թարմացնել տեղեկատվությունը եղանակի մասին եւ նաև ավտոճանապարհների ձմեռ է, այս տեղեկատվությունը առավել քան կարևոր է։ Հիշեցնենք, այսօր մայրաքաղաքում եւ հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, այ վաղը հնարավոր են տեղումներ։ Քամին հյուսիս-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը վաղվանից բարձրանալու է։ Այսօր ցերեկը առավելագույնը կլինի +2, երեկոյան -2, իսկ ահագիշերը -3-ից -5։ Այս պահին նույնպես հեռախոսային հավելվածը ցույց է տալիս, որ դեռ -3 է ջերմաստիճանը եւ հենց հաջորդ ժամից ժամը 11-ից արդեն աստիճանաբար սկսում է բարձրանալ։ Ըստ հեռախոսային հավելվածի ամբողջ օրը հեռախոսս նույնպես կանխատեսում է արևոտ եղանակ առանց տեղումների։ Նաեւ նշում է, որ չնայած այն բանին, որ ինչպես նշեցի մինուս է այս պահին եղանակը, միևնույն է զգացվում է ինչպես 4-ը։ Ժամը 10:40-ի դրությամբ ունենք թարմացում նաև փրկարար ծառայությունից, վեգա հայտնիր, որ ճանապարհներն են այս պահին դժվար անցանելի կամ միգուցե փակ։ Այո, եւս մեկ անգամ նախ հիշեցնեմ, որ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները փակ են եւ տեղ-տեղ մերկասառույցով են պատված Ապարանի, Արագածի, Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայրիի, Վայքի, Սիսյանի, Գորիսի, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները եւ եւս մեկ անգամ հենց այս ֆոնին հիշեցնենք, որ բացառապես զմռային անվադողերով դուրս եկեք քաղաքից եւ երթևեք եք առհասարակ, իսկ Ստեփանցմինդալը արսը շարունակում է բաց մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վերադառնանք մայրաքաղաք Երևան, առավոտյան կանաչ էր լույսը, 3 էր խցանումային նիշը, որը ըստ խցանումային քարտեզի կանաչ լույս է համարվում եւ տեսնենք կա արդյոք փոփոխություն այս պահի դրությամբ մեր մայրաքաղաքում ոչ շարունակում է խցանումային նիշը լինել 3, այսինքն փողոցները հիմնականում անցանելի են, դժվար անցանելի են ծանրաբեռնվածության տեսանկյունից կենտրոն եկող փողոցները, օրինակ Իսակովի պողոտան, Աթենքի փողոցը, Բրազիլիայի հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ շարժվող ուղղությունը, խցանում կա Կորյուն փողոցում դեպի բժշկական համալսարան գնացող հատվածը, Սարյանից սկսվող Պուշկինը դեպի Սախարովի հրապարակ այս հատվածում բավական ծանրաբեռնված է եւ նաեւ Բաղրամյան փողոցում տեղ կան խցանումներ, սիրելի վարորդներ եւ ուղևորներ, սովորաբար ես ով եկան ձեզ համբերություն ենք մաղթում, բայց խցանումային 3 նիշը տանելի է մեր մայրաքաղաքում, այնպես որ շարունակեք երթևեկել, ամենակարևորը ինչպես Վեգան հիշեցրեց, ձմեռային անվադողերով եւ եղեք զգոն, եղեք ուշադիր եւ նաեւ զիջող, որովհետեւ հաճախ հենց չզիջելու պատճառով է, որ առաջանում են խցանումներ։ Այո, եւ գիտեմ, որ քանի դեռ մայրաքաղաքից ենք խոսում, առաջիկայում մշակութային միջոցառումներ կան, որոնց մասին Սևակը մեզ կպատմի շուտով, բայց մինչ այդ ասեմ, որ հետաքրքիր նորություն կա նաեւ Լոնդոնից պատմության թանգարանի հետ կապված այս օրերին գիտեք առհասարակ շարունակվում են տոնական միջոցառումները մինչև ամսի 14-ը, եթե չեմ սխալվում, շարունակելու են գործել Երևանի տոնավաճառները, Christmas market կոչվածները, բայց այն մարդկանց համար, որոնք ավելի մշակութային տարբերակն են ընտրում հանգստյան օրերը կամ հանգստյան օրերի վերջին հատվածը ամփոփելու համար, մի լավ լուր ասեմ, Լոնդոնից գտնված հայկական եկեղեցու փայտյա դռամփեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում 1188 թվականին պատրաստված եւ քանդակված հայկական եկեղեցու փայտյա փեղկը, որը գնվել է Լոնդոնի աճուրդից Հայաստանի Հանրապետության պետական միջոցներով, առաջիկայում կբերվի Հայաստան, կհանգրվանի Հայաստանի պատմության
պատմության թանգարանում։ Այս մասին ասուլիսի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է նշել։ Նա նշել է, որ սա մշակույթի նախարարության քաղաքական առանցքային ուղղություններից մեկն է, այսինքն մշակութային արժեքների համալրումն ու պահպանումը։ Այնպես որ թանգարանների համալրման համար նախատեսված բյուջեն վերականգնվել է, ինչի շնորհիվ էլ հենց հնարավոր է եղել այս նմուշը ձեռք բերելը, եւ եթե ճիշտ եմ հասկանում, ապա առաջիկայում նույնպես նոր նմուշներ ձեռք կբերեն։ Մինչ այդ նշեմ, որ փորագրությունները եւ զարդանշային համակարգը լիովին համահունչ են հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին եւ Բագրատունյաց շրջանին բնորոշ մշակույթին, սա վերաբերում է իհարկե հենց դրան փեղկի զարդանախշերին։ Նմուշի իսկությունը ըստ նախարարի հաստատվել է ինչպես ռադիոծխածնային լաբորատոր փորձաքննություններով, այնպես էլ գիտական հրապարակումներով, որոնք վկայում են դրա մշակութային արժեքի մասին։ Հայաստանից նույնպես մասնագետ է գործուղվել, տեղում ուսումնասիրել է եւ նմուշի իսկությունը հաստատել։ Ահա, հետաքրքիր է, սպասենք այս ցուցանմուշին Հայաստանում եւ միշտ հետաքրքիր է, որ տարբեր ցուցանմուշներ աշխարհի տարբեր թանգարաններից բերվում են Հայաստան եւ ցուցադրվում են եւ շարունակելով մշակութային թեման Երևանի քաղաքապետարանը շարունակում է տոնական տրամադրությունը ապահովել Սուրբ Ծննդյան տոնավաճառում, որը գործում է Շահումյանի անվան պուրակում, եւ ահա վաղը ժամը 20-ին ելույթ կունենան Արսեն եւ Արթուր Սաֆարյանները, հին ու բարի երգեր եւ ամանորյա գեղեցիկ տրամադրություն։ Եթերն էլ հենց շարունակենք Արսեն Սաֆարյանի գեղեցիկ երգերից մեկով «Ուր էլ գնաս դու», իսկ ահա վաղը ժամը 20-ին գնացեք Շահումյանի պուրակում գտնվող տոնավաճառ։ Ֆանատը ներկայացնում է Դու գնում ես ինձ մենակ թողնում ու փակում նորից Սիրո դուր է քո հետևից Քեզ թվում է թե ամեն անգամ Երբ դու գաս հետից գտնելու ես ինձ Դու խելար հոգի դու իմ անհոգի Ուր ես դու սիրելիս Այսպես ով եմ ես առանց քեզ Ուր էլ գնաս դու ում էլ սիրես դու Դու գալու ես որ բացվես մի օր Քո ձեռքով փակված դռները կհասկանաս դու Ու կատասվես դու Կտեսնես նորից ապրում են Համբուրից կրկին ապրում են մեր սրտերը Աչքերով անհուն, բայց պնդրում ես մեկ ուրիշի Էլ խոսքեր չկան սիրո համար Հավատա հոգուս, քո սրտի ձայնին Դու խելար հոգի, դու իմ անհոգի Ուր ես դու սիրելիս Մի թող ինձ այսպես, ով եմ ես առանց քեզ Գնաս դու, ում ես սիրես դու Դու գալու ես որ բացվես մի օր Քո ձեռքով փակված դռները կհասկանաս դու Ու կատասվես դու Կտեսնես նորից ապրում են Համբուրից կրկին ապրում են Ուր էլ գնաս դու, ում ես սիրես դու Դու գալու ես որ բացվես մի օր Քո ձեռքով փակված դռները կհասկանաս դու Կարտասվես դու Կտեսնես նորից ապրում են Համբուրից կրկին հարբում են մեր սրտերը Մեր սրտերը Դու
կարոտ հերույն սեր իմ վերջին հույս իմ անքուն գիշեր ինձ նորից իմ սերը բեր ուր էլ գնաս դու ում էլ սիրես դու գալու ես որ բացես մի օր քո ձեռքով հագված բեռները կհասկանաս դու ու կարտասրես դու կտեսնես նորից ապրում են համբուրից կրկին նարդում են ուր էլ գնաս դու ում էլ սիրես դու գալու ես որ բացես մի օր քո ձեռքով հագված դռները կհասկանաս դու ու կարտասրես դու կտեսնես նորից ապրում են համբուրից կրկին հարգում են մեր սրտերը մեր սրտերը մեր սրտերը The station with the best music. I love the music. Best music. Թերևս նույնիսկ 2000-ականներին, 2010-ականներին հեռուստացույցով այնքան ուշադիր չէին նայում հայկական տեսահոլովակները, որքան հիմա, երբ Սևակը դնում է այս երգերը եթերում, հնչեցնում է եթերում, եւ ես մեծ ուշադրությամբ կարծես առաջին անգամ վերանայում եմ այս բոլոր տեսահոլովակները եւ նոստալգիա ապրում։ Մենք շնորհակալ ենք ձեզ, որ դուք էլ մեծ ուշադրությամբ հետևում եք մեր ուղիղ եթերներին, յուրաքանչյուր աշխատանքային օր, առավոտ 9:30-ից 11 մենք ձեզ հետ ենք սկսում օրը եւ շարունակում այն, հուսով ենք, որ շարունակում եք այն հանրային ռադիոյի հետ դրական լիցքերով, թարմ տրամադրությամբ եւ իհարկե կարեւոր տեղեկատվությամբ, որը ներկայացնում են մեր գործընկերները ռադիոլուրից ժամը 1 թարմացնելով Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Այո, ընդամենը 8 րոպեից ռադիոլուրը կրկին կլինի եթերում, ձեզ կպատմի ժամի ամենակարևոր նորությունների մասին, իսկ ինչպես արդեն Սևակը նշեց, մեր եթերաժամը մոտենում է ավարտին, արդեն վաղը էլի մենք երկուսով կմիանանք ձեզ եւ եւս մեկ անգամ կփորձենք ապահովել օրվա ճիշտ տրամադրությունն ու ձեզ կմաղթենք բարի լույս։ Այնպես որ շարունակեք մնալ հանրային ռադիոյի հետ, հիշեցնենք եւս մեկ անգամ այսօր հունվարի 8-ն է, օրը 5-շաբթի, 1 օր եւ արդեն տարվա առաջին ոչ աշխատանքային օրերը կլինեն։ Մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար։ Տաղավարում այսօր աշխատեցին Վեգան եւ Սևակը, կհանդիպենք վաղը եւ ձեզ կրկին կասենք բարի լույս։ Tell me, baby.
your husband is coming.